Իսկ ես հիմա ուզում եմ խոսել այնինչ որ մեկ ղեկավարներից NBC խոշոր ալիքի Telemundo, որը իսպանախոս հեռուստաալիք է, կապվում է NBC-ին, Քենիայում ինքը եւ ուրիշ կարևոր անձնավորություններ գնում են այցելություն, գիտեք հելիկոպտերով կարողանում եք ուղղաթիռով ավել երկար մեծ տարածքներ տեսնել։ Իրենք էլ օգտվում են այդպես, եթե այստեղ տեսնենք տեղի ունեցող դեպքերը Քենիայում եւ այդ հելիկոպտերը վայր ընկնում, հրդեհվում է բոլորը ներս այս տուրիստ որպես գնացել էին այս Telemundo-ի էգզեկյուտիվը եւ ուրիշներ, մեկ ուրիշ բիզնես ունի ռեստորանների տերը եւ այսպես 7 հոգի 5 ամերիկացի են լինում այդ հելիկոպտերի մեջ գալիս է մոտենում է որ ուզում է այս Telemundo-ի տեսնում եք այդտեղ 31 ալիքի ղեկավարն է սա մեկ ռեստորանտների տերը որ մահացել է եւ ուրիշներ կարևոր անձիկ ինչ որ այդ լինում են այդ հելիկոպտերի մեջ նաեւ այսպես տեսնում եք ամենայն դեպս Մայամի բիզնեսմեն է լինում այսպես գնում են բայց Ռոբերտ Դուարտե այստեղ տեսնում եք սա ղեկավարում էր ալիքը հարյուրավոր մարդ էր աշխատում այս անձնավորությունը որ աշխատում էր բայց ամենայն դեպս Քենիայում վայր են ընկնում կարևոր անձիկ այստեղ տեսնում եք նորից Telemundo-ի ղեկավարը ռեստորանի տերը ուրիշ մարդիկ այստեղ Քենիա երկիրն էիք տեսնում որ ճիշտ կենտրոնում այնտեղ գնացել էին եւ այս հելիկոպտերը վայր ընկնում եւ 7 հոգի հելիկոպտերի մեջ մահանում են ես ուզում եմ շարունակել խոսել Հերի եւ Մեգանի մասին Անգլիայի հիմա թագավորի իրեն փոքրիկ այսինքն կրծեր զավակին եք տեսնում իր կնոջ հետ Մեգանը որ ամերիկացի է ամուսնացել էր 2020-ին Անգլիան թողում են եւ գալիս են Ամերիկա այստեղ գիտեք մեր արևելքում ապրում են Սանտա Բարբարայից հետո այդ տարածքները ապրում էին 14 միլիոն այն ժամանակ 2020-ին երբ որ եկան մեկ բնակարան գնեցին 14 միլիոն արժողությամբ հիմա ավել արժի այս վերջերը հերին Անգլիա էր գնացել եւ թվում է իր հայրիկի հետ խոսել է որովհետեւ եղբայրը իր հետ Վիլյամը իրեն հետ չի խոսում բայց հայրը աշխատում է կապը պահի թագավոր Չարլզը կապը պահի ամենայն դեպս իրենք գնալու են Անգլիա ապրելու մեծ հայհոյանքի տվին երբ որ թագուհին ողջ էր այն ժամանակ ինչ է կատարվում պալատի մեջ ինչպես ճնշում են բանացնում բոլորի վրա եւ այսպես արտահայտություններ անգամ գիրք գրեց եւ անարգի արտահայտություններ եղավ թագավորական ընտանիքին թագուհին ողջ էր այն ժամանակ թագուհու հասեին իր հայրի հասեին իր եղբոր հասեին բոլորը այնտեղ գրեներ այդ ժամանակ ու այդպես թողերները եկեներ այստեղ այդպես աշխատում էր գումար վաստակել որպեսի իրեն կտրեն էին ամեն ինչից դրա մեջ նաև որպես թագավորական ընտանիքի պատկանող անդամ իրեն անվանակոչումները բոլորը վերցրել էին անցյալում օրինակ զինվորական պաշտոն ուներ այնտեղ որոշ տեղերում ներկայացնում էր թագավորին ներկայացրել այսինքն թագուհուն ներկայացնում էր, բայց ամեն ինչից իրեն այդ տիտղոսները կտրեն էին։ Հիմա թվում է գնում է այնտեղ ապրի, բայց որևէ տիտղոս չի ունենալու, շարունակենք, տեսնեք, երկու երեխա ունեն իհարկե, այս անձը կամ Հերին եւ Մեգանը երկու երեխաներ ունեն եւ այսպես տեսնում եք թագավորին տեսնում եք իրեն Ուրեմն Ամերիկա չեն ապրելու, գնալու են ապրեն այնտեղ, որտեղ երեխաները մի տարիքի են, որ մանկապարտեզ եւ այլն, հիմա դպրոց պիտի գնա իրենց Անդրանիկ զավակը
այստեղ տեսնում եք Harry եւ Meghan Los Angeles-ում էին, իսկ հիմա տեղափոխվում։ Սա այն գիրքն է Prince Harry որ գրել եւ այդտեղ ասացի իր հորը, իր եղբորը այն ժամանակ թագուհուն նաեւ իրենց երեխաների հետ եք տեսնում։ Հիմա ամենայն դեպս թվում է աշխատում են հարաբերություն պահեն թագավորի հետ գնալու են ապրեն այնտեղ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Ֆիլադելֆիայի Medivac ութանավը ցույց տամ ձեզ ինչ է պատահում, նրանից հետո պետք է եղանակի մասին խոսեմ։ Burbank Adult School-ը ձեզ հրավիրում է, որ այնտեղ գնալ 12 դասավանդումներ կա։ Որոշ այդ դասավանդումների դասարանները լցված են։ Տեղ չունեն առավել աշակերտ ընդունելու։ Որոշ դասարանները դեռ աշակերտ են ընդունում։ Կարող եք գնալ, եթե գնաք Allen Street Burbank-ում ավել հարմար կլինի, որտեղ տեսչությունը այնտեղ է։ Նաև Burbank High School-ում դասավանդումներ կա, բայց խրախուսում եմ, որ գնաք Burbank-ի Allen փողոց, որ ռեկլամի վրա կտեսնեք, ասեն կամ զանգարեք։ Մի քիչ դժվար է հեռախոսով խոսել, այնտեղ նաև հայ ուսուցչուհիներ կան։ Կարող եք իրենց դիմեք, եթե ուզում եք հայի հետ խոսել։ Անպայման այցելեք։ Սա չափահասների համար է 18 տարեկան եւ ավելի երեխաների համար չի հիշեք դա այցելեք Երևան Post ովանավորում է ծրագիրը Երևան Post-ը առաջարկում օթանավու մի ծանրոց եթե Հայաստան գնեք մի pound-ը $2.99 է նավով մի ծանրոցը եթե իրենց հանձնեք երկրորդ ծանրոցը անվճար ձեզ համար կտանեն Հայաստան $40 ծանրոց վերցնեք միահավասար $40 եթե ավել փոքր ավել մեծ վերցնեք նույնը նաև մեքենա կարող եք ուղարկել Հայաստան այստեղ տեսնում եք ամեն տեղից ավել էժան $800 որևէ ուրիշ տեղից ավել էժան են առաջարկում տեսնում եք կահկարասիկ եթե ունեք մահճակալ պիտի ուղարկեք ուզում եք գնաք Հայաստան բոլոր ուզում եք տեղափոխեք կամ ձեր ազգականին եք ուզում ղրգեք կարող եք իրենց միջոցով կատարեք բոլոր այս եւ եթե դրամ ղրգեք Հայաստան Երևան Post Granda Hills-ում 1% է եթե դրամ ղրգեք եթե դոլար ուղարկեք տարբեր կլինի ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիր Court Furniture Ամերիկայում խոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է Տասնյակ խանութներ ունի Ամերիկայում մոտարապես բոլոր նահանգներում խանութ ունի ամենայն դեպս Գլենդելում 339 North Central եւ Myrtle փողոցի հատման կետում է գտնվում իսկ նաեւ խանութներ ունեն Orange County-ում Euclid եւ 405 Freeway Orange County-ում Santa Ana-ում խանութներ ունեն ասացի բոլոր նահանգներում Oregon, Washington նահանգ, Washington քաղաք, New York-ում, քանիսը Miami-ում, Florida-ի ուրիշ քաղաքներում եթե նոր մատրիսի կարիք ունեք այցելեք Court Furniture Շահին թուրն է հովանավորում ծրագիրը ձեզ առաջարկում Բրազիլիա, Պարագուեյ եւ Արգենտինա շրջակայություն $3,890 է առաջարկում նոյեմբերին է լինելու հեռախոսահամար տեսնում եք նաև Եվրոպա կարող եք այցելել եթե ցանկություն ունեք այստեղ տեսնում եք Իսպանիա եւ Պորտուգալ եթե ուզում եք այցելեք հոկտեմբերին է սա հաջորդ ամիս մոտարապես մի 20 քանի օր հետո 10 օրվա համար է $3,690 խիստ գինը զեղչված է all inclusive ամեն ինչը նկատի առնված է զանգարեք որպեսի խոսեք իրենց հետ կվերադառնա Սրանից շատ կարճ ժամանակ առաջ մի 210 freeway-ի վրա Լակրասենթայի մոտ մի տրակ accident ունի Mercedes Benz-ի հետ եւ այսպես բայր ընկնում մեքենայի վրա տեսնում եք բենզին տակն է թվում է վիրավորվել են բայց մահացու accident չի
այս վարքյանից այդպես է թվում եւ բարեբախտաբար կարողացան դժբախտաբար ակսիդենտ է, բայց բարեբախտաբար թվում է ոչ ոք զոհ չի եղել այս տարօրինակ ակսիդենտին այսօր տեղի ունեցող Լակրասենթայում մի կողմը ֆրիվեյի դժվարությամբ կարելի էր անցնել եւ հույսով եմ դուք այդտեղ դժվարացության մեջ չէիք Ամենայն դեպս ես հիմա ուզում եմ շարունակել ու խոսել Ֆիլադելֆիայում մեկ օթանավ մեդիբակ, որ օթանավով հիվանդ են տեղափոխում, եթե այստեղ ցուցադրենք, վայր է ընկնում այս օթանավը, այսինքն 2025-ին վայր էր ընկել եւ 8 հոգի մահացել էին այդտեղ։ Դեռ այսքան ժամանակ ուսումնասիրությունից հետո չի հստակացել NTSB-ն, որ պատճառը ինչ էր այս մեդիվակը Ֆիլադելֆիայում տեղի ունեցել են եւ այդտեղ էր տեղի ունեցել եւ 6 հոգի օթանավի մեջ մահացան այդ ժամանակ ես ցեզ զեկուցել էի եւ 2 հոգի այդ գետնի վրա որ վայր էր ընկել 2 հոգու մահվան պատճառ էր եղել Օթանավը նոր էր բարձրանում, այսինքն հիվանդին տեղափոխելու համար անցյալ տարի հունվարին տեղի էր ունեցել այդ ժամանակ ասել էի ցես եւ այսպես մի քանի րոպե ավել չէր որ բարձրացել է դեռ արագությունը ընդամենը 270 մայլ ժամանակ եթե հետո որ բարձրանում են կարող է 3-4 հազար արագություն ունենա ամենայն դեպս այդ դեպքը դեռ շարունակում է չեն կարողանում հստակացնել ինչ է պատահել որովհետև մասամբ կառավարական հաստատություն կա որ բոլոր այս դեպքերը ինչ որ օթանավին պատահում է հետո ուսումնասիրում է եւ ասում են հստակորեն սա էր պատճառը որ պատճառ լինի որ խուսափեն ուրիշ դժվարություն ունենալուց ես ուզում եմ նաեւ եղանակի մասին խոսեմ մեզ մոտ շատ շոկ է, գիտեք, մասամբ մինչև այսօր 102 աստիճան նաև Գլենդելում հասել էր ջերմությունը, որ դեռ 40 չի, եթե 140 104 լինի, կլինի 40 սանտիգրադ։ Ամենայն դեպս մինչև 100 մի քանի էր հասել 38-39 սանտիգրադ շոկ էր, որովհետև մենք սովոր չենք շատ շոկ եղանակի այստեղ Հարավային Կալիֆոռնիայի հատկությունը այդ է, որ երբեք շատ ցուրտ չի, շատ շոկ չի, բայց ամենայն դեպս տարիների ընթացքի մարդիկ այդ են սովոր։ Իսկ արևելյան նահանգներում փոթորիկ է տեղի ունենում, հեղեղ է տեղի ունենում, հյուսիսային մասը արևելյան նահանգների սա է վիճակը։ Իսկ հարավում քիչ հետո պիտի ցույց տամ ավել հարավում արևելյան նահանգներում ինչ է տեղի ունենում, այսպես տեսնում եք, վաղը մյուս օր տեսնում եք եւ իսկ հարավում Ֆլորիդա, Թեքսաս, տեսեք 104, այսինքն 40 սանտիգրադ, 108, 42, 3, 109, այսպես տեսնում եք բոլոր այս շրջաններում։ Եթե դուք բնակվում եք այդտեղ, Թեքսաս եք բնակվում, Լուիզիանա, տեսնում եք 40 եւ ավելի է ցեզ սպասում heat advisory խորհուրդ են տալիս որ բավական ջուր խմեն ով որ այնտեղ է այս ջերմությունը կա այնտեղ շոկ եղանակ է այնտեղ եւ պետք է ուշադիր լինել սա է ապակա քանի օր մեզ մոտ հիմա այստեղ մեզ մոտ եք տեսնում ինչ է տեղի ունենալու գալիք օրերին այսպես տեսնում եք Burbank-ը տեսնում եք որ Glendale նույնն է 96 աստիճան բայց ասացի 3 նաև ես ասացի 96 բայց այսօր ես տեսա 100-ից մի քիչ անցել է Pasadena տեսնում եք 38 սանտիգրադ մեզ մոտ պետք է 36-7 լինի ուրիշ տեղերում տեսնում եք Covina մեր արևելքում 41 աստիճան է եւ այսպես տեսնում եք տեղի ունեցող եթե օվկիանոսի մոտ եք բնականաբար այսպես որտեղ որ
շոկ է տեղինով տեսնում եք այդտեղ տեսնում եք Գլենդելը նաև այդ արանքում կա San Fernando Valley բնականաբար Santa Clarita ավել շոկ է այսպես տեսնում եք Calabasas անգամ շոկ է հատ տեսնում եք սա է վաղը հաջորդ օր դա է սպասվում ես պետք է դադար ընդունեմ եւ երբ վերադառնամ կինը իր փոլիս ամուսնունը սպանում է դրան անդրադառնամ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե դուք վարձակալ եք վարձել եք ապարտման վարձել եք առանձնատուն պետք է մաքուր լինի բնակելի լինի եթե մուկ կա մրջում կա միջատներ կան պահարանը բացում եք դա մաքուր չի Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում կարող եք զանգարեք այս հեռախոսը համարին եւ խորհրդակցեք փաստաբանի հետ ծրագիրը հովանավորում է Փիձարտինի Բրբանքում հովանավորում է ծրագիրը եթե մի փիձա պատվիրեք այդտեղից երկրորդ փիձան 50% զեղչ կստանաք որևէ չափ պատվիրեք երկրորդը 50% զեղչ է նաև սանդվիչներ են առաջարկում դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է Գլենդելում սա է հեռախոսը համարը այդ հագնոցի կարիք ունեք ջուրեղուցում աչքից ցավեր ունեք 31 տարվա փորձառությունով Փասադինայում սա է հեռախոսը համարը Կոստամեսա սա հեռախոսը համարն է զանգարեք ժամադրության այսինքն Orange County-ում որտեղ ապրում եք այս հեռախոսը համարին զանգարեք ծրագիրը հովանավորում է Serve Pro ընկերությունն է հովանավորում եթե դուք շինարարություն եք կատարել լուրջ մաքրման կարիք ունի եթե շինարարությունը տեղի ունեցել ավարտելն են պիտի մաքրել եթե ADU եք կառուցել լուրջ մաքրման կարիք ունի եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը խիստ մաքրման կարիք ունի այստեղ զանգարեք իրենք այդ աշխատանքն են կատարում կվերադառնա Մասաչուսեթում Բոստոն քաղաքում մի ոստիկան այնտեղ 31 տարի ծառայել է իսկ իր կնոջ հետ հիմա վիճաբանում են կամ ինչ որ կա կինը սպանում է իր ամուսնուն ու փախչում է ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել եւ հիմա հետևում են իրեն գտնեն տեսնում եք այդ կինը այստեղ տեսնում եք որ 58 տարեկան է Քարեն Սոլոմոն իր ամուսնուն եք տեսնում այդ կինը տեսնում եք էլի եւ այսպես պոլիսն է որ հետևում է եւ ասում են որ մի անձնավորություն փողոցը ընկել է եւ դեռ այդ ժամանակ երբ որ զանգարում են շնչում են բայց հետո մինչեւ գալիս են այդ ոստիկանը մահանում է եւ կինը անհետանում է իրեն փնտրում են վզին կրակեներ այստեղ տեսնում եք այդ կինն է որոշ տարածքներ կրեն ինչ որ կրված էր այդտեղ զենք ունի եւ վտանգավոր է հիմա այդ շրջանը անտառներ նաեւ կա գնում են փնտրում են իրեն այստեղ տեսնում եք պոլիսը ասում են որ կարելի է որ հոգեկան խանգարումներ ունենա ուզենա իրեն ինքնասպան լինի ամենայն դեպս պատկերն է սա ամուսնու պատկերն է որ ասացի 31 տարի ոստիկան է եղել անձնավորությունը սպանել ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփին վերաբերող հարցերի մասին նախ որ նախագահ Թրամփը սպիտակ տան մեջ ինչ որ գիտեք արևելյան մասը քանդերն է իսկ նաև այնտեղ հելիկոպտերի փաթ որ մինչ հիմա այսպես չի եղել հելիկոպտերը չի կարողացել մինչ հիմա իջնի սպիտակ տան մեջ նախագահ ասում է միշտ զինվորական Edward Air Force Base մեկ զինվորական խարիսկա այնտեղ հելիկոպտերը իջնում էր հետո
մեքենայով գալիս էր նախագահը Սպիտակ տուն։ Հիմա նախագահը ավել հարմար կլինի, հենց հելիկոպտերը նստի Սպիտակ տան մեջ, ավել ապահով կլինի, քան թե մեկ դրսում, մեկ բազայի բեյսում նստի, զինվորական հետո այնտեղից մեքենայով նախագահը վերադառնա, ավել դժվար կլինի, այդ է պահանջը։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցուցադրել, եթե տեսնում եք նախագահ Թրամփին եք տեսնում, այս հելիկոպտերի այնտեղ տեսնում եք կանգնած է։ Գալիս է նաև բետոնի վրա ստորագրում է ինքը, ոսկե ինչ ձեռքն է, որ այդտեղ տեղադրում է, տեսնում եք իր անունն է գրում, նախագահը այնտեղ աշխատողներն են, որ հետո նախագահը ցույց է տալիս այդ արևելյան մասի շենքն է, ինչ որ ցանկություն ունի կառուցելու, 1 բիլիոն ծախս ունի, ինքը առաջնահերթ 400 միլիոն էր ասել, 400 միլիոն եւ ասել էր, որ գումարը հայթայթելու է մեծահարուստներից, բայց անուններ չասե ով, բայց հետո 1 բիլիոն պետք կա, որ նախագահը ասում է ապահովելու այս տեղը, դա պետք է կառավարության բյուջեից տան, որ դա հարց է դարձել հիմա, որ արդյոք նախագահը կարող է մի շենք քանդի եւ ուրիշ շենք կառուցի այդտեղ, ինչպես որ ինքն է ցանկանում, դա սովորաբար միշտ Սպիտակ տունը նախագահը այդտեղի շենքի տերը չի, նախագահները ճիշտ նմանում է, որ վարձակալ են, օրինակ 4 տարի այդտեղ մնում են, եթե վերընտրվեն 8 տարի են մնում, եւ դրա համար օրենքը ասում է, որ եթե այդ շենքի փոփոխություն պիտի լինի խոշոր, ոչ թե փոքրիկ քարփետ պիտի լինի կամ հիմա ոսկե ջրերն է կամ ոսկեով է իր դրասենյակը, դա փոքրիկ աշխատանքներ է, բայց լրիվ շենքը քանդել, որ պատմական շենք էր եւ նոր շենք կառուցել, պետք է ներկայացների տունը հաստատի սենեթը եւ representative-ները, այսինքն ներկայացների տուն անդամները, սենեթի անդամները պետք է այնտեղ հաստատեն, որ պետք է փլվի, ինչ մեծությամբ շենք կառուցվի, հետո նախագահ որը ստորագրի, հետո կարող է հրաման տալ ամեն ինչը հետո անի, բայց նախագահ Թրամփ այդ գործ չի արել եւ դրա համար է դատ է բացվել։ Հիմա իր ներկայացուցիչները դատարանում ասում էին, որ 60%-ից ավել աշխատանքը կատարվել է, դրա համար պետք չի հիմա էլ մխրճվել այս հարցի մեջ, պիտի թողեն, որ այս շենքը ավարտվի։ Իմ ասացի դատ է բացված, հիմա հետո կիմանանք, որ այդ դատի հետևանքը կամ ինչ պիտի լինի, դա ապագայում կիմանանք, ես ձեզ կբացատրեմ։ Այստեղ տեսնում եք, իսկ Իրանի հետ խոշոր պրոբլեմ, որ Իրանի Ղալիբաֆ ներկայացնի տան խոսնակը ասաց, որ մինչև Թրամփը այդտեղ է, մենք էլ իրեն հետ չենք բանակցելու։ Եթե նախկինում ինչ որ բանակցել են, կընդունում եք, շարունակենք։ Նախագահին հարցնում են, որ իրենք չեն ուզում էլ քեզ հետ բանակցել, ասում է չգիտեմ ինչ է կատարվում, մենք էլ չենք բանակցի եւ 52,000 մարդ է սպանել Իրանը իր բնակիչներից, կախաղան են բարձրացրել, սպանել են, պետք է Իրանը վճարի, վնասները վճարի ժողովրդին, իրանյան ժողովրդին վճարի եւ Հորմոզի նեղուցը արդեն մենք ենք ղեկավարում եւ իրենք կապ չունեն։ Իրանն ասում է, որ Հորմոզի նեղուցը փակ է եւ դրա համար մասամբ նավ չի անցնում, բայց նախագահը ասում է բաց է եւ մենք ենք կոնտրոլ անում Հորմոզի նեղուցը, բայց ասացի ոչ մի նավ այդտեղից չի անցնում այս վարքյանին, ինչ որ տեսնում եք նախագահը անել վիճակի մեջ։ Նախագահը ասել է ցանկություն ունի Քիմ Ջանգ-ունին հանդիպի այս տարի ասել է կհանդիպեմ իրեն, հիմա տեսնում եք այն մարդիկ կամ այն երկրները, որ վատ հարաբերություն են Ամերիկայի հետ, նախագահը աշխատում է իրենց հետ հարաբերություն ունենա,
օրինակ Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, որ սրանք պատմական կամ տարերի տաշնակիցներ են, լավ հարաբերություն չունի, բայց աշխատում է իրեն հետ, Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերություններ ունենա տարօրինակ վիճակ է։ Ես եմ շարունակեմ այս նյութը խոսել, շարունակենք, եթե տեսնում եք Թրամփն է ինչ որ ձեզ ասացի Իրանի հետ ուրեմն հարձակումները տեղի ունենում, Իրանը հարձակում է, երբեմն Ամերիկան է հարձակումներ կատարում, նույն այսպես անել վիճակի մեջ է երկիրը։ Ես մի բան որ ուզում եմ ավելացնել, նաև Թրամփը հրաման էր տվել Վաշինգտոնում 4500 զինվորականներ National Guard հագուստով այնտեղ ասել էր որ պետք է այստեղ մնան մինչև այսինքն իմ նստաշրջանի ավարտը որ հունվար 20 2029 թիվ է երբ որ Թրամփը իր նստաշրջանը կավարտվի 4500 ասացի զինվոր քաղաք բերեց որպեսզի ասում էր Վաշինգտոնը շատ վտանգավոր քաղաք է գիտեք շատ սպանություն է լինում Վաշինգտոնում եւ ճիշտից վտանգավոր քաղաք է թեև երկրի մայրաքաղաքն է ուրեմն այդ 4500 զինվորները եկել են հիմա երբ ուսումնասիրում են տեսնում են այս 4500 զինվորականները եկել են 1.3%-ով այդ պակսել է այդ ինչ որ criminal activity-ին 1.3%, այսինքն շատ անկարևոր գումար է կամ համար է այդքան քիչ փոփոխություն է եղել Superior Court-ում, այսինքն кейսերը ինչ որ ֆայլ են եղել, քիչ, այսինքն շատ քիչ ոչրակորձ ընտրները, շատ քիչ գող է այնտեղ, իսկ ծախսը այդ 4500 զինվորականի օրը $1,650,000 ծախսն է, ուրեմն տեսնում եք 1.5 միլիոն, իսկ այնտեղ փոլիսը Washington քաղաքի փոլիս ունի 3200 հոգի ոստիկան է ծառայում Washington-ում։ Իրեն ծախսը $1.5 միլիոն է, այսինքն այդ զինվորականների ծախսը ավել շատ է, քան թե ոստիկանները, որ մեծամասնություն այդ ապահովել է իրենց ձերբակալել են, որտեղ այս զինվորականները չեն կարող մեկին ձերբակալեն, կարող են լինեն թույլ չտան ոչրագործություն լինի, բայց պետք է կանչեն ոստիկանը կա վերջ-վերջու ձերբակալի, ամենայն դեպս այդ մեծ փոփոխություն չի ստեղծել Վաշինգտոնը ավել ապահով դարձնելու համար։ Դադարից հետո պետք է խոսեմ firefighter-ները, որ գումար են անում միասին, գումար են անում, որտեղ կհրդեհվի, ինչ կլինի, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Փարքեր Ջահանգիրը հովանավորում է ծրագիրը։ Այս դոկտոր ալերժի եւ ասմայի մասնակետ է, 30 տարվա փորձառություն ունի Գլենոքս փողոցի վրա է Grand View փողոցի հատման կետին իր գրասենյակը կամ բժշկական կենտրոնը շատ մոտ է, եթե այդպես է զանգարեք ժամադրություն վերջեք։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Ամենահին դաշնամուրի խանութն է 1928 թվից Hollywood Piano-ն աշխատում է։ Որևէ տեսակ դաշնամուր ցանկություն եք իրենք ունեն օրինակը։ Ծրագիրը հովանավորում է Rafi's Market հովանավորում է ծրագիրը։ Իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, թարմած են թխում, այցելեք Rafi's Market Burbank-ում, Glendale-ի հարևանության Գլենոքս փողոցի վրա կվերադառնա։ Los Angeles քաղաքը եւ Los Angeles County երկուսն էլ ճոք fire department-ներ ունեն։ Հազարավոր մարդ է աշխատում այդ department-ների մեջ։ Իսկ հանկարծ անդրադառնում են մի տարօրինակ բան, որ այս հրշեջները այսպես բեթ են անում կամ խոսում են, որ որտեղ հրդեհ կլինի, հաջորդ անգամ ուր է հրդեհը լինելու, մարդիկ այդտեղ ումար են անում կամպյուտերով
սայթերի վրա գումար են անում։ Հիմա պատկերացրեք, եթե Հրշեջը մասնակցում է գումար է դրել եւ հրդեհը այդտեղ պատահի, ինքը գումարը պիտի շահի։ Գլենդելում օր անունով մեկ Հրշեջ ինքը գնում էր հրդեհ էր ստեղծում տարբեր տեղերում։ Ինքը մասնակետն էր այս arson fire, այսինքն մեկը դիտմամ հրդեհ ստեղծի, ինքը մասնակետն էր։ Եվ հրդեհները ստեղծում ոչ ոք չէր հասկանում, որ ինչպես է պատահում։ Օրինակ ես այդ օրը, որ պատահեց տարիներ առաջ, երկրորդ ֆրիվեյի վրա դեպի հյուսիս գնում էի, հրդեհը երկրորդ ֆրիվեյի մի կողից հանկարծ թռչավ մյուս կողմը եւ հրդեհ ստեղծվեց մյուս կողմը։ Շատ զարմանալի, ֆրիվեյի փակերն էին, այսպես։ Այս fire department-ի, Glendale fire department-ի աշխատողը, որ ինքը captain էր, բարձրաստիճան անձնավորություն էր, ղեկավար չէր fire department, բայց բարձրաստիճան անձնավորություն էր, հետո գիրք գրեց։ Այդ գիրքում մի բաներ էր գրել, որ հենց Glendale fire department-ի ղեկավարությունը անդրադարձավ, որ ոչ ոք այդ տեղեկությունը չուներ, բացի ինքը։ Ուրեմն այդ հիման վրա իրենց երբակալություն բանդում է, այսպես այս օր կապտենը եւ այսպես է որ մտահոգ են հիմա, որ եթե Հրշեջ աշխատողը իրավունք չունի մասնակցի գումար անի, որ որտեղ հրդեհ կլինի եւ չլինի, այստեղ ուզում եմ ցույց տալ այդ մտահոգությունն է, այստեղ տեսնում եք տարբեր տեղեր հետևում են եւ սայթն է, որտեղ կարող են այս մարդիկ գումար տեղադրեն, քաչի տեսնում եք այդտեղ եւ ահա այսպես գումարներ են տեղադրում, փողեր են շահում, ահա այսպես որ դա ուրիշ է մեկ անձ այդ գործանի ուրիշ է, եթե Հրշեջը Լոս Անջելես քաղաքի եւ LA County-ի հրշեջները այդպես մասնակցեն, բեթանեն տարօրինակ դեպքեր ինչ որ պատահել է։ Ես ուզում եմ foster home-ի մասին։ Եթե այս երկրում այսպես է, որ ծնողները եթե երեխային հոգ չեն տանում, տունը կռիվներ է տեղի ունենում, երեխային են ծեծում, հոգ չեն տանում, երեխան հիվանդ է, վերք է, հոգ չեն տանում, հետո այդ երեխային գալիս են, վերցնում են երեխային ծնողներից կամ ծնողից եւ հանձնում են մարդիկ, որ ցանկություն ունեն այդ երեխային պահեն իրենց տանը, իհարկե գումար են ստանում, երեխային պահելու համար գումար են ստանում։ Հիմա մեկ անձնավորություն, որ 1998 թվականից այդ աշխատանք արել է, անընդհատ գնացել է այդ տարիների ընթացքին 90 երեխա բերել է իր տունը, մինչև մեծացել են, այս երեխաները թողել են գնացել են, 10 տարեկան, ավել փոք, ավել մեծ, այսպես բեր։ Հիմա բանից դուրս է գալիս անդրադարձել են, որ 4 երեխայի այս անձը բռնապարում է իրենց եւ մի բաներ անում, որ չպիտի անի ամենայն դեպս եւ հիմա գնում են մյուսները հիմա մեծացել են, չափահաս են դարձել, տեսնում եք այս անձնավորությանն եք տեսնում, Riverside քաղաքում է պատահել այս Edward Sepulveda անունն է եւ ինչ որ ասացի այդտեղ անվայել հարաբերություն է ստեղծել, երեխա է հոգ տանում իբր թե այսքան տարի, երկար տարիներ, մոտարապես պատկերացրեք 15 տարի, 90 երեխա իր բնակարանում ունեցել է եւ հիմա տատ պիտի բացանեն, տատի տան այս անձնավորությանը եւ այդ շրջանում մարդկանց պահանջում են, որ եթե իրենց երեխա է այդտեղ եղել, լուր տան ոստիկանության լուր տան։ Ես ուզում եմ հիմա խոսել Merck եւ նաեւ Moderna ընկերու դեղի ընկերություններ են սրանք։ Մելանոմա մաշկի կյանսերն է, ինչ որ տարեկան 8000 մարդ Ամերիկայում մաշկի կյանսերից մահանում է։ Մելանոման ուրիշ տեսակ կյանսերին ման այդքան մեծ զոհեր չի խլում, բայց վերջո զոհ է խլում, ամեն տեսակ կյանսերը զոհ է խլում։ Թվում է, որ որոշ տեղ կար, որ դանդաղացնելու, իսկ այս երկու ընկերությունները
նոր տեղ են առաջարկում, որ կարողանան կանխեն մաշկի կյանսերի տեղը գտեն են։ Հիմա ես այստեղ ձեզ ուզում եմ ցույց տալ, իհարկե ժամանակը հետո շուկային կներկայացնեն, այստեղ տեսնում եք մելանոմայի այս հիվանդությունը, որ Keytruda օգտվում են, իսկ հիմա այդ տեղը, որ առաջարկում են, մեծ արագորեն կարողանում է կանխել, երբ որ մյուս տեղի հետ օգտագործում են։ Այստեղ մեծ փորձեր կատարվել է մարդկանց վրա եւ շուտով FDA-ը պետք է հաստատի, որ կարող են օգտվեն մարդկանց համար, բայց թվում է, որ շուտով շուկա կներկայացնեն։ Ուրախություն բոլոր նրանք, որ այսպես հիվանդություններ ունեն, որպեսզի կարողանան վերականգնեն իրենց առողջությունը, mRNA skin cancer մելանոման է, որ շուտով տեղը Merck մեծ ընկերություն է եւ Moderna եւ իրենց ստակը, գինը, փայատերության գինը միանգամից սա որ առաջարկել են, ով որ ունի մեծ հարստություն է կարողացել վաստակել։ Ես ուզում եմ խոսել հիմա 100-ից ավել մարդ է մահացել, որտեղ եթե շարունակենք կտեսնեք, այստեղ տեսնում եք թանելներ են սրանք, որ Africa, Central Africa Republic այդտեղ է, որ աշխատողին ուշադրություն չեն դարձնում, աղքատ են գնում են, որտեղ որ կարծում են ոսկի կարող են գտնեն, առանց ապահովության հանկարծ հեղեղ է տեղի ունենում, 100-ից ավել հեղեղ գալիս է, տանում է, մահանում են, մնացած տեսնում եք փախեն են այդ թունելներից դուրս են եկել, որտեղ որ ոսկի են գտնում, տանեն, վաճառեն, օգտագործեն, օգտվեն, սա տեղի ունեցել 3 տեղի ունեցավ այս դեպքը, ասացի տարինակ 100-ից ավել մարդ է մահացել այդտեղ։ Ես ուզում եմ խոսել հիմա Kansas City, Missouri-ի մասին խոսեմ, որ եթե շարունակենք այստեղ կտեսնեք որոշ Ամերիկա հիմա փոթորիկ եմ այնտեղ, այսպես տեսնում եք քանդուքարեր Հյուսթոնում heat emergency է, շատ շոկ է, այստեղ երեխաներն են որ խաղում են, եթե այդպես է, եթե հիմա օրինակ ձեր երեխաները միտեղ խաղում են, անպայման շատ ջուր պիտի խմեն։ Հարկավոր է, որ անպայման ամեն մարդ հիմա եղանակ այնպես է, որ եթե անգամ ծարավ չեք, ջուր օգտագործեք, եթե այդքան շոկ է ձեր տարածքում որ կաք, որ հիմա Լոս Անջելեսում էլ մասամբ այդպես է գլենդելու, ջուր խմեք, եթե անգամ ծարավ չեք։ Ծրագիրը հովանավորում է, Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե մեքենայի վթար եք ունեցել, accident եք ունեցել, զանգահարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խորհրդակցեք։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի վրա թաթի տակ վերք եք, քայլում եք, շնչասպառ եք լինում, իրեն զանգահարեք։ 4 կենտրոններ ունի, Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում կվերադառ։ Հալիփինին եք տեսնում, որ մինչև ասել են 35 նահանգներում սալմոնելլան այդ հիվանդությունը իր միջոցով, որովհետև մեծամասնությունը 65%-ի չափսա գալիս է Մեքսիկոյի, եւ այդ հիվանդությունը ինչ որ տարածվել էր 30, հիմա ասացին 5 ուրիշ նահանգներ նաեւ, այս օգտագործել են հիվանդացել են մարդիկ։ Սովորաբար անձը այդ հիվանդությամբ այս Հալիփինիայի չիմանում, բայց ավելի լավ կլինի դուք Հալիփինիան չօգտագործեք առայժմ։ Միրգերը ուրիշ օքեյ է, բայց Հալիփինիայի մասին ուշադիր եղեք, որտեղից է եկել, եթե Մեքսիկոյից եկած է, հարմար չի, գնել ուտելը հարմար չի։ Իսկ ես ուզում եմ խոսել
պատկերացրեք ամերիկյան երկու կարևոր թիմ, որոնք են Saints-ը եւ Dallas Cowboys, ամենա այսպես թանկ թիմը Dallas Cowboys-ը։ Հիմա պատկերացրեք այս թիմի խաղացողները, NFL-ի խաղացողներ են, ամերիկյան ֆուտբոլի խաղացողներ են, որ խաղացողները բոլորը միլիոնավոր դոլար տարեկան իրենց աշխատավարձն է։ Ոմանք կան, օրինակ quarterback-ը այս թիմերի կարող է 30-ից 80 միլիոն եկամուտ ունենան տարեկան։ Հետո տեսեք փորձ են կատարում, իրար հետ ընկերական խաղում են, որպեսզի պատրաստվեն պրոֆեսիոնալ խաղերի, բայց հիմա practice են անում։ Այդ practice-ի ժամանակ անգամ տեսեք ինչ է պատահում։ Մեկը մյուսին ծեծում է այս թիմի եւ բոլոր թիմի խաղացողները, սրանք միլիոնավոր դոլար ստացող անձիկ, մեկը մյուսին է հարվածում։ Տեսեք, բոլոր թիմի անդամները փոխարեն իրենք օրինակ ծառայեն երիտասարդությանը, իրենք տեսեք ինչ են սովորացնում երիտասարդներին երևի նպատակը այդ է։ Եվ ես հիմա ուզում եմ ցույց տալ, որ մարդիկ ինչպես գալիս են օգնեն, մեկ մեքենա տեսեք շրջվել է, այստեղ տեսնում եք այդ մեքենան եւ գալիս են օգնելու, այստեղ տեսնում եք Los Angeles-ի Police Department-ներ այս ֆիրմա տրամադրել, ինչ որ տեսնում եք Los Angeles-ում տեղի ունեցել շրջվելը, մարդիկ եկել էին մինչև հրշեջ կա, մինչև պոլիս կա, շրջում են, փրկում են այդ մարդիկ ինչ որ մեքենայի մեջ էին։ Ես մի դադարվեցեմ, դադարից հետո խոսեմ մեկ ճուտիկի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Այնտեղ դուք կարող եք ձեր հասակակիցների հետ տարբեր խաղերով զբաղվել։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, որ ձեզ է առաջարկում այս տեսնում եք գեղեցիկ տանակ եւ պատառաքաղ է 12 կտոր է, ամեն մեկը $9.99 է, ուրեմն $9.99 Անաշե գիֆտ առաջարկում է, տարբեր տեսակները կա, անպայման այցելեք տեսնելու եւ գնելու $10 իջեցրել են գինը, 19.99 իջեցրել են $9.99 այցելեք Անաշե գիֆտ Գլենոքս փողոցի վրա Բրբանկի հարևանության է գտնվում, կվերադառնա